Դպրոցում տհաճ դեպք է պատահել, երեխան ձեզանից լուծում է ակնկալում։ Ինչ եք ասում դուք։ Ես քեզ ասում էի՝ մի արա, չես լսում։ Ուշադրություն մի դարձրա։ Տեղն է քեզ մյուս անգամ ավելի վատ կլինի։ Դու ինչ կառաջարկես։ Ես հոգեբան Էլիզա Մանուկյանն եմ, շնորհավորում եմ ձեզ, եթե ընտրել եք վերջին ինչ կառաջարկես։ Դու տարբերակը։ Բացատրեմ թե ինչու։ Տարբերակ 1. Ես քեզ ասում էի՝ մի արա, չես լսում։ Այս ձևով դուք ոչ միայն չեք օգնում երեխային լուծում գտնել, այլև մեղադրում եք նրան։ Տարբերակ 2. Տեղն է քեզ մյուս անգամ ավելի վատ կլինի։ Սա ավելի ծանր հետևանք ունի։ Երեխայի ցավին ցավ եք ավելացնում։ Նա կզգա, որ իր ցավը կարևոր չէ անգամ իր ծնողների համար։ Տարբերակ 3. Ուշադրություն մի դարձրա։ Կարող է թվալ, թե սա հեշտացնում է երեխայի վիճակը, բայց իրականում վտանգավոր է, որովհետև երեխան սովորում է իր զգացմունքները ճնշել, ոչ թե ճիշտ մշակել։ Տարբերակ 4. Դու ինչ կառաջարկես կամ ինչ ես մտածում անել։ Սա ճիշտ մոտեցումն է։ Դուք երեխային չեք տալիս պատրաստի լուծում, այլ հնարավորություն եք տալիս ինքնուրույն մտածել, գտնել ելքեր, դառնալ հնարամիտ եւ ինքնուրույն։ Եթե երեխայի հետ տհաճ դեպք է պատահել, երեխայի համար ամենակարևորն է, որ դուք լսեք եւ ապրումակցեք նրան եւ ոչ թե անտեսեք եւ արհամարեք։ Միշտ ապեք լուծում առաջարկել, թող նա մտածի եւ առաջարկի իր տարբերակները։ Այդպես դուք նրան սովորեցնում եք ուժեղ, հնարամիտ եւ ինքնուրույն լինել։ Երբ ունեք հոգեբանի կարիք, դիմեք կանահոգեբանական կենտրոն։ Մենք աշխատում ենք առկա եւ օնլայն տարբերակով։